Առաջարկում ենք հիմա հարմարավետ ձեր տեղը զբաղեցնել, որովհետև կարևոր մի թեմայի շուրջ ծավալելու ենք հարցազրույց, այո, արժե միշտ խոսել եւ կարևորել այն մարդկանց եւ կառույցներին, որոնք միշտ զբաղված են ազգային արժեքների պահպանմամբ։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը։ Մի ամբողջ տարի եղել է հոբելյանական լավագույն ու կարևոր ձեռքբերումների մասին արդեն մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են Մայա Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, բարի լույս, եւ Տիգրան Զարգարյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, ողջույն։ Ողջույն։ Մանե, ինչ կսկսենք հարցազրույցը, ես առաջարկում եմ սկսենք հետևյալից։ Նշում ենք 90-ամյակը, բայց 90-ամյակը որպես այդպեսին ունի շատ հետաքրքիր պատմություն, որովհետև շատերը գուցե համամիտ չեն, որ 90-ամյակն է, բայց ի վերջո երբ նայում ես պատմությունը, այո, 90-ամյակն է։ Մի փոքր էս առեղծվածի մասին խնդրում եմ մեզ տեղեկացրեք, հետո շարժվենք։ Ասեմ, որ շատ հետաքրքիր առեղծված է, եւ այո, 90 տարի առաջ 1935 թվականին հիմնադրվեց մեր գրադարանը, որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի կենտրոնական գրադարան, եւ ավելի ուշ 1943 թվականին, երբ հիմնադրվեց Գիտությունների ակադեմիան, ներկայիս ազգային ակադեմիան, գրադարանը կցվեց արդեն Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությանը եւ իր գործունեությունը շարունակեց որպես ֆունդամենտալ գրադարան։ Մինչև 1959 թվականը գրադարանը նախագահության հետ գործել է Աբովյան 15 հասցեում, ներկայիս շենքը պահպանված է, իսկ ավելի ուշ 1980 թվականին, 59 թվականին, երբ որ արդեն տեղափոխվում ենք, մենք եկել ենք Բաղրամյան 24 հասցեն։ Ավելի ուշ կառուցվել է գրադարանի շենքը, հենց ակադեմիայի հետին հատվածում է գտնվում բակի հատվածում եւ ներկայում շարունակում ենք այնտեղ։ Բարձեցինք։ Բարձեցինք ամեն բան, այնպես որ վստահաբար այսուհետ կարող ենք նշել, այո, 90-ամյակն է։ Այո, 90-ամյակն է։ Եւ 90-ամյա այս ճանապարհը իսկապես շատ բարդ է եղել, ճանապարհին շատ խոչընդոտներ են եղել, բնականաբար գիտության պահպանմանը, նաեւ գրադարանի պահպանմանը։ Ինչպիսին է եղել նախկինում, ինչ նպատակներով է ստեղծվել այս գրադարանը եւ արդյոք հավատարիմ են այդ նպատակներին մնացել։ Ես այսպես պատասխանեմ, ակադեմիայի գրադարանը միշտ ծառայել է հայաստանյան գիտությանը։ Իր գլխավոր եւ հիմնական խնդիրը եղել է այդ գիտության սպասարկումը եւ հանրայնացումը։ Եվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մենք շարունակում ենք նույն սկզբունքին հավատարիմ մնալ։ Այսօր հավատացնում եմ ձեզ, մեր գրադարանը իր գիտական ժառանգության ծավալով եւ խորությամբ երևի թե ամենամեծն է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այսօր էլ մենք աշխատում ենք այնպես անել, որ ակադեմիական հանգույցում ստեղծված բոլոր գիտական հրապարակումները հասանելի դառնան ընդհանրապես բոլոր գիտահետազոտական աշխատանքով զբաղվող անձանց։ Այսինքն գրադարանը իսկապես ծառայում է այն սկզբունքին, որին որ որդեգրել է, որը աշխատել է նախկինում եւ անում է հիմա։ Իհարկե աշխատանքները այստեղ անդադար են, բայց բնականաբար ինչ որտեղ պետք է առանձնանար 90-ամյակը իր աշխատանքներով եւ նախագծերով։ Թույլ տվեք, պարոն Զարգարյան, մանրամասներ իմանալ ձեզնից կապված Մխիթարյան միաբանության գրքերի թվայնացման հետ, սա ինչ միտում ուներ եւ արդյոք սա կապ ունի նաեւ ժամանակի հետ քայլելու կարեւորության։ Տեսեք, Գիտությունների ազգային ակադեմիան, որը մենք հիմա ունենք, հիմնադրվել է 1943 թվականին, կարող ենք ասել, որ Մխիթարյան հայրերը 1700-ականներին իրենք են հիմնել Գիտությունների ակադեմիա, որովհետև այդ ժամանակ իրենց մոտ բոլոր խոշոր հայագետները իրենց մոտ էին աշխատում, իրենք երկու հանդեսներ էին տպագրում, որոնք առ այսօր շարունակվում են, բազմավեպ եւ հանդես ամսօրյան, գիտական ամսագրեր են դրանք, եւ իրենք ձեռնամուխ եղան պարտադիր օրինակի հավաքմանը, թե մամուլի առումով եւ թե գրքերի առումով, այսինքն աշխարհի որ ծեգերում էլ հայերեն հայկականությանը վերաբերվող նյութեր էին տպագրվում, իրենք հավաքում եւ կուտակում էին այնտեղ։ Եվ այդ ահռելի ժառանգությունը բնական է պետք է հասանելի դառնար հանրությանը, հատկապես 21-րդ դարի տեխնոլոգիական լուծումների առումով։ Եվ գաղափար ծագեց, որ եկեք թվայնացնենք ձեր ժառանգությունը, թե մամուլը եւ թե գրքերը, եւ դրանք հասանելի դարձնենք հանրությանը, առցանց։
Ուրախությամբ նշեմ, որ Գյուլբենկյան հիմնադրամը իր համաձայնությունը տվեց, շնորհակալություն հիմնադրամին Ռազմիկ Փանոսյանին եւ Շողերին Մարկոսյան, ովքեր որ աջակցեցին, քննարկումներին մեր հետ մասնակցեցին, ֆինանսավորեցին այդ ահռելի ժառանգության թվայնացումը եւ հիմա կարող ենք ասել, որ հայ մամուլի առումով մենք ունենք մոտ 2 միլիոն թվայնացված էջ, որոնք հասանելի են, ազատ հասանելի են հանրությանը, աշխարհի ցանկացած կետից մենք ոչ մի սահմանափակում չենք դնում։ Եվ նաեւ գրքերի թվայնացումն ենք սկսել, հատկապես շեշտադրելով հայատար թուրքերեն գրքերը, որովհետեւ սա շատ թույլ ուսումնասիրված բնագավառ է մեր թե գրադարանավարների կողմից եւ թե մեր գիտնականների կողմից։ Եւ դա ենք սկսել հետագայում ընդլայնվելով, ծավալվելով դեպի մյուս գրքերը։ Նու աշխատանքները հիմա կատարում ենք Վիեննայի Մխիթարյանների հետ, բայց հերթում է նաեւ Վենետիկը, հուսամ իրենց հետ էլ կաշխատենք, որովհետեւ բացի տպագիր ժառանգությունից իրենք ունեն արխիվային հսկա նյութեր եւ ձեռագրեր, այսինքն այդ բոլորը պետք է թվայնացնենք, որովհետեւ այստեղ լուծվում է նաեւ երկարաժամկետ պահպանության խնդիրը, որովհետեւ թուղթը ենթակա է փխրուն է, ենթակա է կործանման, վնասման, ոչնչացման, իսկ թվային պատճեններ ունենալու պարագայում մենք ունենում ենք ապահովագրական օրինակներ, որոնք միշտ կարելի է բազմացնել։ Ու կարճ այսքանը։ Աշխատանքների ընթացքում տեխնոլոգիաների ներգրավումը միայն այս տարի չէ, 90-ամյակին ընթառաջ չէ, որ եղել է, եւ տարիների փորձառությունը ինչ է ապացուցում։ Արդյոք այդ լայն շրջանակներին ոչ միայն գիտությամբ զբաղվող մարդկանց հասանելի դարձնելով այսպիսի նյութեր, գիտական, հայրենիքի եւ Հայաստանի մասին պատմող, տալիս է հնարավորություն էլ ավելի մոտ կանգնել գրադարանին եւ առհասարակ ազգային ակադեմիային գիտությունների։ Տեսեք, մենք աշխատանքներ երևի 20 տարի առաջ սկսեցինք, կարևորելով այդ հարցը։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ ունենք շատ մեծ լսարան ընթերցողների։ Եթե ինչ որ հոսանքի խնդիրներ են լինում կամ արխիվացման խնդիրներ, մեր կայքերը մի պահ կանգ են առնում, մեզ արագ նամակներ են գրում, ինչ է եղել, երբ կաշխատի, ու դա կարճ է տևում իհարկե այդ ընդհատումները։ Մյուսը, որ մեզ դիմում են թե Հայաստանի գիտնականներ եւ սովորական մարդիկ, թե Սփյուռքից խնդրում են ինչ որ գրքեր թվայնացնել, ինչ որ մամուլի էջեր պատրաստել, որովհետեւ իրենք հետազոտում են, իրենք կարդում են։ Մարդիկ իրենց պապիկների գործերն են ուզում տեսնել, դա էլ է առանձին ուղղություն, այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, այսինքն մենք շատ լավ համագործակցություն ունենք, ունենք լսարան, վիճակագրություն ենք հավաքում, ովքեր են օգտվում մեր կայքերից, նու երիտասարդների մոտ սարքերը մենք նայում ենք հիմնականում տաբլետային սարքեր են, ձեռքի հեռախոսներ են, միջին ավագ տարիք օգտագործում է համակարգիչներ, բայց սփռված ենք աշխարհով մեկ, թե Եվրոպա, թե Միացյալ Նահանգներ, թե Ռուսաստան, թե Թուրքիա, բոլոր տեղերից այցելում են մեր կայքերը։ Կարևորը հասանելի բոլորին։ Հասանելի է եւ այցելում են։ Մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքը իր արդյունքները ունենում են։ Եվ պատճառը կներեք, պատճառը նա է, որ մենք որդեգրել ենք բաց հասանելիության սկզբունքը, այսինքն այն ինչ ստեղծվում է ակադեմիայի գրադարանում, արվում է անվճար եւ արվում է բոլորի համար աշխարհի ցանկացած կետում։ Սա է մեր կարևոր սկզբունքը։ Եվ առհասարակ գիտության հանրայնացումը եւ գրանցումը միջազգային շտեմարաններում սա լավագույն ու կարևոր ձեռքբերումներից մեկն է, բայց ինչ եք դուք կարծում, հա, մտովի այսպես թիրախային խումբ ում եք համարում, եթե նայենք ոչ միայն Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, այլ նաեւ հատկապես սփյուռքահայությանը, ունենք որևէ արձագանքներ, ունենք որևէ նույնիսկ համագործակցություններ կապված նրանց հետ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ միայն նշեմ, որ այսօր Հայաստանում ակադեմիայի գրադարանը ստեղծում է իր տեսակով եզակի համահայկական թվանշային գրադարանը, որը արդեն կա, գործում է շուրջ 5 տարի եւ շարունակում ենք համալրման աշխատանքները։ Բոլոր այն գիտական հրապարակումները, որ հրատարակվում են ակադեմիայի համակարգում, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհերում, տարբեր գիտակրթական կենտրոններում մենք հոդված առ հոդված մուտքագրում ենք այդ շտեմարանի մեջ։ Բացի դրանից, մենք բոլոր ակադեմիական հրապարակումներին տալիս ենք հատուկ համարանիշեր, գրանցում ենք Crossref միջազգային շտեմարանում, որպեսզի շատ արագ այդ նյութերը տարածվեն աշխարհով մեկ։ Սա հանրայնացման լավագույն եղանակներից մեկն է։ Մյուս կարևոր լսարանի համար, ուրեմն այդ նյութերով հետաքրքրված են ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ։ Աշխարհասփյուռ բոլոր հայերը ընթերցում են այդ նյութերը, ովքեր որ իրենց համարում են, իրենց հոգում ունեն գիտնականի, այսպես մի փոքր նշույլ։
բոլոր նրանք, բոլոր այն օտարները, ովքեր հետաքրքրված են Հայաստանով եւ հայերենով կամ հայ մշակույթով, իրենք պարտադիր ընթերցում են այդ նյութերը։ Եվ ինչպես ասաց պարոն Զարգարյանը, իսկապես փոքր ընդհատումների դեպքում գալիս է նամակների մի ահռելի զանգված, որ ինչու՞ չի աշխատում, մենք սպասում ենք եւ այլն, մենք արագ կարգավորումները տալիս ենք եւ շարունակվում է։ Հիանալի է։ Եվ որպես մեր զրույցի ամփոփում իսկապես աշխատանքները շատ բուռն են ու տարբեր ոլորտային նեղընդգրկումներ ունեն, բայց որպես այս հատվածի ամփոփենք նաև 90-ամյակը։ Ինչ է սպասվում որպես տոնական հոբելյանական տարվա ավարտ։ Իհարկե, ուրեմն տարին ընդհանրապես հոբելյանական էր մեզ համար, բայց ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին մեր Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մենք հրավիրել ենք մեր բոլոր գործընկերներին, թե կազմակերպությունների, թե անհատների, որովհետև մեր նպատակն է մեկ հարթակում, մեկ տեղում հավաքել բոլոր նրանց, ովքեր տասնյակ տարիներ կամ թեկուզ մեկ օր աշխատել են մեզ հետ։ Հրաշալի է։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք ձեզ եւ հաճելի է նաեւ հետեւյալը գրականությունը տրված է բոլորին, շատերը կարդում են, շատերը լսում են եւ սփյուռքահայության համար հատկապես հիմա կա հնարավորություն տարբեր աուդիո ձևերով լսել գրքերը, բայց երբ արդեն գիտական ասպարեզն է լինում պահանջված բոլոր սերունդների ներկայացուցիչների կողմից, սա պարզապես մարդուն հաճելի զգացողություններ է փոխանցում եւ շատ կարեւոր կրկնվենք, բայց իսկապես առաքելությունը, որտեղ մենք պահպանում ենք կարևոր եւ ազգային արժեքները, որոնք ունեն գիտահեն նշանակություն։ Այնպես որ ձեզ պետք է միայն ողջունենք եւ ասել գովեստի խոսքեր։ Այո, իսկապես շնորհակալություն եւ առիթն օգտագործելով նաեւ մեր եթերից շնորհակալություն հայտնենք ու ողջունենք բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են այդ թիմում, ստեղծում են այդ բովանդակությունը եւ տալիս են մեզ հնարավորություն բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են գիտությամբ կամ առհասարակ հետաքրքրասեր են եւ փորձում են փնտրել ու գտնել իրենց համար կարևոր ինֆորմացիան, փնտրեք դա Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում եւ վստահաբար այնտեղի աշխատակիցները կօգնեն ու կգտնեն այդ ամենը։ Շնորհակալություն անչափ ձեր կատարած աշխատանքի համար եւ հուսանք, որ 90-ամյակը միայն սկիզբն է եւ հաջորդող տարիներին ել ավելի բուռն ու հարուստ ստեղծագործական ճանապարհ կանցնեք ձեր ողջ թիմով։ Հաճելի ու միևնույն ժամանակ լարված օրեր են սպասվում առաջիկայում, այդ օրը թող լինի հաջողված ու կարևորված բոլորի կողմից։ Հիշեցնենք մեզ մոտ տաղավարում են Տիգրան Զարգարյանը եւ Մայա Գրիգորյանը։ Հաճելի էր նրանց հետ նաեւ օրը սկսելու եւ հետաքրքիր հարցազրույցի համար։